Մենք բարի լույս ենք ասում ձեզ։ Բարի Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են։ Բագրատը «Վերջին զանգը» սերիալում աստիճանաբար դառնում է ամենաանհավասարակշիռ ու վտանգավոր կերպարներից մեկը։ Նրա գործողություններում կարծես չկա ոչ մի չափանիշ, ոչ բարոյականություն, ոչ նվիրվածություն ու ոչ էլ խիղճ։ Այս անգամ նա անցնում է բոլոր սահմանները դուրս գալով Սոսի դեմ, և դա այն դեպքում, երբ Սոսը տարիներ շարունակ նրան օգնել է թե ֆինանսապես, թե բարոյապես և նույնիսկ փորձել է պաշտպանել նրան արտաքին վտանգներից։ Բագրատն ի սկզբանե պլանավորել է Սոսի ունեցվածքին տիրանալու խորամանկ ու հաշվարկված ծրագիր։ Նա խաբեությամբ օգտագործելով կեղծ փաստաթղթեր ու վստահության հիման վրա ձևավորված համաձայնագրեր կարողացել է ձեռք բերել Սոսի հանքերի բաժնետոմսերի մեծ մասը և հիմա պատրաստվում է այդ բաժնետոմսերը վաճառել Շախունցների ընտանիքին՝ Սոսի հիմնական մրցակիցներին։ Գործարքի գումարը մեծ է, իսկ Բագրատի նպատակը պարզ՝ ազատվել Սոսից, իրեն հարստացնել ու վերածվել միակ ազդեցիկ ուժի։ Սակայն հենց այն պահին, երբ Բագրատը Շախունցների հետ հանդիպման սենյակում պատրաստվում է ստորագրել գործարքը, հանկարծ դուռը բացվում է ու ներս է մտնում Սոսը։ Նրա դեմքը սառն է, հայացքը սուր։ Նա հասել է վերջին պահին, ճիշտ այն ժամանակ, երբ գործարքը դեռ ավարտված չէ։ Սոսը պահանջում է դադարեցնել ամեն բան և բացահայտում է, որ այս ամենը կեղծիք է ու Բագրատը պիտի իրեն հետ վերադարձնի իր ունեցվածքը։ Շոկն ու զայրույթը միաժամանակ բռնկվում են Բագրատի մեջ։ Նա հասկանում է, որ իր մոտակա շրջապատում ունի դավաճան, և նա շատ լավ գիտի, թե ով է Սոսին տեղեկացրել այս ամենի մասին, հատկապես, որ նախորդ սերիայից պարզ է դառնում, որ անետը նրան մեղադրում է բոլորի կյանքն իսկական դժոխքի վերածելու մեջ։ Բնականաբար, Բագրատը վիրավորանքներից զերծ չի մնում ու անետին մեղադրում տունը մնալու մեջ։ Նրա համար սա ամենածանր հարվածներից մեկն է՝ դավաճանություն ոչ թե ինչ-որ մեկի, այլ քրոջ կողմից, չնայած որ քույրը ոչ թե դավաճանել, ուղղակի նրան վտանգից հեռու է պահել և ոչ միայն Բագրատին, այլ նաև Բագրատի հարազատ երեխաներին։ Հենց այդ պահից Բագրատը սկսում է մտածել վրեժի մասին։ Անետն, ով միշտ պաշտպանել է եղբորը, մեծացրել նրա դստրերին, նույնիսկ երբ նա սխալ է եղել, այս անգամ որոշել է կանգնել ճշմարտության կողքին, քանի որ նա շատ լավ հասկանում է, որ այս ամենը կկործանի ոչ միայն Աննային, այլ նաև Լիլիթին։ Նա հասկանում է, որ Բագրատի քայլերը ոչ միայն անարդար են, այլև վտանգավոր, բայց հենց դրանով էլ նա վտանգում է իր կյանքը։ Բագրատը լուռ է մնում, չի պատասխանում որևէ մեկի հեռախոսազանգերին, անտեսում հաղորդագրությունները և հետո բացահայտվում է սարսափելին։ Մի քանի դրվագներ հետո հնարավոր է տեսնել, թե ինչպես է անետին պատժում Բագրատը։ Անետը փորձում է հանգիստ բացատրել եղբորը, որ իրեն դրդել է խիղճը, որ չի կարողացել նայի Սոսի աչքերին ու լռել, բայց Բագրատը կորցնելու է ինքնակառավարումը, նրա աչքերում մոլեգնում է վիրավորվածությունից ու պատժելի մոլուցքից առաջացած ատելությունը։ Դիտողները տեսնելու են, թե ինչպես է Բագրատը մոտենում անետին ու հավանաբար նրա կյանքին վերջ տալիս։ Սերիան ավարտվելու է այդ լարված տեսարանով, իսկ հաջորդ սերիայում ամենայն հավանականությամբ բոլորը կփնտրեն անետին, ով պարզապես կանհետանա։ Հարցը մնալու է բաց՝ արդյոք Բագրատը կանցնի այդ սահմանից սպանելով քրոջը, թե դեռ ինչ-որ բան նրան կկանգնեցնի վերջին պահին։ Մի բան հստակ է՝ «Վերջին զանգը» հեռուստասերիալում հիմա արդեն չարն ու բարին միմյանց դեմ են դուրս եկել առավել բացահայտ, իսկ վտանգը գալիս է ոչ թե դրսից, այլ հենց ընտանիքի ներսից։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի միասին տեղեկացված լինենք շոու-բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Իսկ հեռուստասերիալում դժբախտությունների, դավաճանությունների ֆոնին նոր կյանք է լույս աշխարհ եկել և Աննան ու Միքայելն իրենց օրհնված են համարում։
Աննան եկել էր աղոթելու որդու առողջության համար և բարեբախտաբար Միքայելը հասավ այն պահին, երբ որդուն արդեն դուրս են գրում հիվանդանոցից։ Նշենք, որ շատ գեղեցիկ դուրսգրման արարողություն է նախապատրաստվում հեռուստասերիալում, որի նկարահանումներն արդեն իրականացվել են։ Դուրսգրման արարողությանը ներկա են Միքայելի ու Աննայի ընտանիքի անդամները, նրանց զավակները և իհարկե գեղեցիկ միջոցառում են կազմակերպել հեռուստասերիալում նկարահանվող դերասանները, և թե ովքեր են եղել ամենի հետևում, կիմանաք շատ շուտով, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Իսկ հեռուստասերիալի ամենահետաքրքիր դրվագներից մեկն էլ այն էր, որ Անգելինան հայրիկի հետ գալիս է ռեստորան ու տեսնում Հենրիին Էլիզաբեթի հետ նստած, և այս ամենը հավանաբար նրանց հարաբերությունների ավարտն է լինելու։ Անգելինան չի հավատում իր աչքերին, բայց կարծեք թե Հենրին որոշել է այսպես ապացուցել, որ նրա կյանքում ինչ-որ մեկը կա։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները, ինչպես կբացահայտվի, և արդյոք Հենրին ու Անգելինան միասին կլինեն, թե ոչ։